Քաղաքական դաշտում նորանուններ հաճախ հայտնվում են տարբեր ճանապարհներով։ Ոմանք երկար տարիների փորձով, ոմանք այլ ոլորտներից բերելով իրենց պատկերացումները։ Մեր այսօրվա հյուրի ճանապարհը սկսել է տնտեսական միջավայրից, մասնակցելով խոշոր բիզնես կառույցների գործունեությանը։ Այսօր նա արդեն քաղաքական դաշտում է, նորաստեղծ ուժի կազմում ու նոր հայտով։ Ինչպես է կայացել այս անցումը, որքանով է այն եղել անձնական ընտրություն եւ ինչպիսի քաղաքական դիմագիծ է ձևավորվում։ Այսօր միասին կբացահայտենք Նարեկ Կարապետյանի քաղաքական դիմագիծը։ Պարոն Կարապետյան, բարի գալուստ քաղաքական դիմագիծ հաղորդաշար։ Եթե հենց ի սկզբանե գնանք ամենասկիզբ, ո՞րն եք համարում ձեր կյանքի այն կետը, որտեղից որ սկսվել է ձևավորվել ձեր մտածողությունը։ Բարև ձեզ, Վահագ ջան, եկեք անունով իրար դիմենք, քանի որ նույն տարիքային խմբից ենք։ Առաջնային հիշողությունները իմ կյանքի հետ կապված, ես կապում եմ 3-4 տարեկանի հետ, երբ Արցախյան պատերազմի շրջաններ եւ ազգային երգի, ազգագրական ընդհանրապես մշակույթի վերածնունդներ Հայաստանում, ու ես միշտ հիշում եմ ոտանավորները, բանաստեղծությունները, որ սովորում էինք, ընտանիքի անդամները մեզ սովորեցնում էին եւ նաև զգում էի, որ մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում ենք մենք մեծանում, ազգային զարթոնքի ժամանակաշրջանում, ու ես դա կրողն եմ եղել, նաև ընթացքում փոքր տարիքից, 7 տարեկանից, 6 տարեկանից ծնողներս աշխատեցին, որ ես անգիր կարողանամ արտասանել մեր էպոսը, ու Հայաստանում քիչ երեխաներից էի, որ անգիր կարողանում էի արտասանել էպոսը, ու հեռուստատեսությամբ ցույցել էին տալիս։ Ազգային մտածելակերպի ձևավորվեց հենց այդ շրջանում։ Կարծում եմ ամբողջ Հայաստանում էր այդպես, բայց իմ վրա շատ մեծ ազդեցություն թողեց մինչև այսօր։ Իսկ կա մարդ, որ հատկապես վաղ տարիքից իր մեծ ազդեցություն է թողել ձեզ վրա։ Այո, պապիկս ուսուցիչ էր 50 տարվա փորձով, նաև մեր դպրոցի տնօրենն էր, եւ նա բավական մեծ ժամանակ էր հատկացնում մեզ, բոլոր տորնիկների հետ աշխատում էր, մենք անգամ բակում խաղալու ժամանակը մեր սահմանափակ էր, քանի որ պետք է գիրք կարդայինք ու իրեն ներկայացնեինք, թե ինչ գիրք են կարդացել, օրը 2 ժամ, եւ պատմեինք գիրքը, որտեղ բոլոր գրքերը ինքը կարդացել էր, չէր թողում կարդ խաղալ, չէր թողում ուրիշ բաներով զբաղվել։ Այսինքն արտոնյալ կարգավիճակում չեք եղել եւ առիթից չեք օգտվել, որ պապը դպրոցի տնօրենն է եւ դուք կարող եք ավելի շատ բակում անցկացնել։ Ինձ դպրոց ուղարկեցին ոչ իմ պապիկիս դպրոցը, իր ընկերոջ դպրոցում ես գնացի եւ դա ավելի ինձ թվում է մտածված ճանապարհ էր, որպեսզի այդ կարգավիճակը չզգայինք, բացի դրանից տանը կար մարդ, ով ամբողջ ծրագիրը գիտեր եւ վերահսկում էր կրթությունը եւ իմ եւ եղբորս եւ քրոջս եւ մյուս եղբայրներից եւ քույրերիս։ Դա բավականին ծանր էր այն պատճառով, որ երեխաները խաղում էին բակում, իսկ մենք այդ ժամանակ պետք է ոչ միայն դասերը անեինք, այլ նաեւ կարդայինք, գիրք ու պատմեինք, բայց հիմա շատ շնորհակալ եմ իրեն այն աշխատանքի համար, ինչ ինքը մեր համար արել է։ Նարեկ, այսինքն դուք մշտապես Հայաստանում եք ապրել, ձեր գործունեությունը Հայաստանում է ծավալվել, որովհետև երբ որ դուք աշխատում եք Տաշիր ընկերությունում, տպավորություն կա նաև, որ մեծամասամբ Ռուսաստանում եք եղել, ժամանակ անցկացրել։ Շատ լավ հարցեր, բայց ես որ այցելում եմ համայնքներ, մարդկանց մոտ կարծիք կա, որ ես Ռուսաստան եմ ապրել կամ այլ երկրներ եմ ապրել, ես ծնվել մեծացել եմ Տաշիրում, հետո տեղափոխվել եմ Երևան։ Հայաստանից դուրս միայն ուսման ժամանակ Շվեյցարիա եւ Անգլիայում սովորելու ժամանակ եմ եղել, մնացող ժամանակ հիմնականում Հայաստանում։ Իսկ աշխատանքս Տաշիր ընկերությունների խմբում է եղել, այո, բայց Հայաստանի ներկայացուցիչն եմ եղել ընկերությունների խմբի եւ զարգացրել եմ հիմնական արդյունաբերական ուղղությունը ընկերությունների խմբի, որը բավական մեծ հաջողություն է ունեցել։ Իսկ այ վաղ տարիքի այդ շրջանում ձեր մտքերը հիմնականում ինչի մասին էին։ Այսինքն այդ առաջին երազանքները ինչի հետ կապված են։ Շատ հետաքրքրված եմ եղել գործարարության մեջ, նաեւ մեծ ազդեցություն կա, մաթեմատիկայի ազդեցությունը մեր ընտանիքում բավական բարձր էր, ինչպես նշեցի, պապիկս մաթեմատիկայի ուսուցիչ էր եւ տանը միշտ մաթեմատիկայի վերաբերյալ լրիվ ուրիշ մոտեցում ունեինք եւ գործարարությունը միշտ ինձ հետաքրքիր է եղել եւ կարծում եմ, որ աշխարհը փոխելու համար քաղաքական գործիչներից զատ եւ ավելի պրոդուկտիվ գործարարներն են փոխում աշխարհը, չնայած որ մեր հասարակությունը թերագնահատում է գործարարների ազդեցությունը մեր կյանքի վրա, բայց ուզում եմ ասել, որ գործարարները մեղուներն են, ովքեր
կարող մեծ ազդեցություն են թողում մեր երկրի փոփոխության համար, բավական մեծ փոփոխություն են բերում, բավական դրական ազդեցություն են բերում եւ ինչքան պրոֆեսիոնալ հաջողակ գործարներ ունենա մի ազգ, այդ ազգը ավելի հարուստ կլինի։ Իսկ հաջողված գործարար լինելու համար ինչ է պետք։ Դուք արդեն գտել եք այդ հարցի պատասխանը։ Առաջինը մաթեմատիկայի հանդեպ մոտեցում, երկրորդը պայմանավորվելու եւ պայմանը պահելու, անգամ դժվար ժամանակ պայմանը պահելու, դա շատ բարդ բան է, դժվար ժամանակ պայմանը պահելու կարողություն, երրորդը թիմային աշխատանք, այսինքն գործարարները գործարարության մեջ, ընդհանրապես տնտեսության մեջ հիմնական կրիտերիան պրոֆեսիոնալիզմն եւ վստահությունն է։ Քաղաքականության մեջ թիմայնությունն է։ Այդ իսկ պատճառով մենք ուզում ենք այդ փոփոխությունը, մոտեցման փոփոխությունը բերեն քաղաքականություն, որպեսզի պրոֆեսիոնալիզմը լինի հիմնական շարժիչ ուժը։ Գործարարը պետք է այս 3 հատկություն ունենա եւ նաեւ ունենա, չգիտեմ հայերենում այդպեսի բառ թե չէ, զգա որտեղ կարող է ինքը ապահովել հավելյալ արժեք։ Ռուսերեն դա կոչվում է նյուխ։ Նախ տնտեսագիտություն եւ կառավարում, կարմիր դիպլոմով, հետո միջազգային հարաբերություններ։ Ինչպես կայացավ այդ անցումը։ Պարզապես դուք սովորեցիք տնտեսագիտություն եւ հասկացաք, որ ամեն դեպքում ձերը չէր որքան էլ որ դուք միշտ, ինչպես ասիք, փոքրուց ցանկանում եք գործարարությամբ զբաղվել եւ արդեն գրավեց քաղաքագիտությունը, հանրային կառավարումը, գուցե դիվանագիտությունը։ Մի քիչ ավելի պարզունակ է եղել ճանապարհը։ Տնտեսագիտությունը իհարկե մեր ընտանիքի հիմնական գործունեությունն էր եւ տնտեսության ճանաչելը բավական ինձ օգնելու էր ապագայում, ինչպես նաեւ օգնում է հիմա։ Չեմ կարող ասել, որ մեր ծրագիրը, կրթական ծրագիրը ինձ գոհացնում էր եւ ինձ զանձրալի էր երբեմն, այդ իսկ պատճառով ես ուրիշ գրականությունով փորձում եի լրացնել կրթական իմ ցանկությունները տնտեսագիտության ոլորտում։ Բայց տնտեսագիտական ավարտելուց հետո որոշեցի ամերիկյան համալսարան ընդունվեմ, պատրաստվեցի ամերիկյան համալսարան ընդունվելու, քննության օրը քնած մնացի եւ միակ ուղղությունը, որ առանց քննության ես տեսնում եի, որ հեշտությամբ կարող եմ ընդունվել, դա միջազգային հարաբերություններն էր, քանի որ փոքր տարիքից եւս մեծ սեր է եղել միջազգային հարաբերությունների, պետությունների պատմության եւ քաղաքականության հանդեպ հետաքրքրություն է եղել պատմական ռակուրսից իհարկե ոչ թե որպես գործիչ, այլ որպես պատմական ռակուրսի դիտարկող։ Ու միջազգային հարաբերություններ գնացի, հեշտությամբ ընդունվեցի, քանի որ իմ համար հասկանալի եւ հեշտ ոլորտ էր։ Այսօր հետ նայելով ես հասկանում եմ, որ երկու փոխլերացնող կարևոր կրթություն եմ ստացել։ Այն ճանապարհը, որ մենք սկսել ենք, պետք է առաջնային տնտեսագիտական գիտելիքներ եւ փորձ, որպեսզի երկիր աղքատությունից կարողանանք անենք եւ նաեւ միջազգային հարաբերությունների եւ աշխարհի բոլոր երկրների մասին գիտելիքներ, որպեսզի հասկանանք, որ երկրից ինչ ենք ուզում, որ երկիրը ինչ ունի, որ կարող է մեզ տալ եւ նաեւ հետագայում արտաքին քաղաքական դիրքավորման հետ կապված ճիշտ խնդիրներ դնելու հաշվարկներ ըստ էության։ Այո, ճիշտ խնդիրներ դնես արտաքին քաղաքական process-ների ժամանակ թիմի արժեվ։ Հիմա ուզում եմ, երբ որ հետ եք նայում, այդ քնած լինելը հիմա ճակատագրորեն դրական թե բացասական ազդեցություն ունեցավ։ Կարծում եմ հրաշալի ազդեցություն է թողել, որովհետև այսօր եթե միջազգային հարաբերություններում չսովորեի, մի քանի ճակատագրական բան տեղի չէր ունենա, որից մեկը իհարկե այս պահին այն մասնագիտական այն ուղղվածությունը, քաղաքական այն ուղղվածությունը, որ մենք գնում ենք, շատ մեծ ազդեցություն է թողում միջազգային հարաբերությունների կրթությունը։ Նաև անձնական առումով էլ մեծ իմ համար դրական փոփոխություն է եղել, այնտեղ եմ ծանոթացել ապագա կնոջս հետ։ Այսինքն ճակատագրական ի վերջո, ոչինչ պատական չի լինում։ Այո, կարծում եմ երբեմն, եթե առաջնային քեզ թվում է թե ինչ որ բան կորցնում ես, հնարավոր է որ հետագայում դա մեծ դռներ բացի քո առաջ, բոլորը դա թող իմանան, որ երբեմն ավելի լավ է կարճաժամկետ ինչ որ բան կորցնել, բայց երկարաժամկետ ունենալ մեծ հաղթանակներ։ Նարեկ, ես ճիշտ եմ ասում, այսինքն դուք արդեն մտածված հենց այդ տարիներին արդեն գնում եք կոնկրետ ուղղությամբ, ոչ թե ամեն ինչ այսպես ընթացը ձևավորվեց։ Չէ, իմ մոտ կար, գիտեք ոնց, հետխորհրդային շրջանի երիտասարդի հասարակական տրավմա, իմ կարծիքով։ Ինչն էր այդ տրավման, քանդված երկրի քաղաքացի լինելու միշտ խոսալու անկումից ես հիշում եմ, որ Ադրբեջանից փախստականները երբ եկել էին եւ մեր տան կողքերը բնակվում էին, իրենք դոմիկներում էին բնակվում ու իմ էլի վախ հիշողություններ էր, որ գնում էինք իրենց տուն ու իրենք պատմում էին։
ու իրենք աղքատ էին ապրում շատ ու նաև պատմում էին, որ ունեցել են դիրք, ունեցել են պաշտոններ Բաքվում, Սումգայիթում, բայց նրանց բոլորին դուրս են հանել տներից ու պատմում էին, թե ինչ վատ ձևով էին դուրս հանել։ Նստվածքները, որ կյանքի բոլոր ընթացքում ինչ որ դասեր է կյանքը մեզ տվել, որը այսօր առաջնային իմ համար աշխարհընկալման համար ազդեցություն է թողում իմ։ Այսինքն այն աշխարհայացքը, քաղաքական այն մտածելակերպը, որ մենք կիսում ենք ամբողջ թիմով, մեր կյանքի պատմության տարբեր պատմությունների հանրագումարն է։ Մարդկանց պատմությունը, թե ինչպես է նրանց դուրս հանել իրենց տներից, նաև ազգային զարթոնքի ժամանակաշրջանը, երբ դու քո ամբողջ ազգը, մեր ազգը սկսեց ճանաչել, հայրենաճանաչությամբ զբաղվել, իսկ ես վստահ եմ, որ հայրենաճանաչությունը դա հայրենասիրության հիմքն է։ Մենք չենք կարող պահանջել երիտասարդներից հայրենասիրություն, եթե չենք պատմում, թե ինչ են իր նախնիները արել, ինչի տեր են իր նախնիները, եւ հենց որ մենք ներկայացնենք մեր հասարակությանը, մեր ժողովրդին, մեր հայրենիքի մասին ամբողջ պատմությունը, որը հրաշալի հարուստ պատմություն ունենք, այս մեր ազգի պատմության պես պատմություն տարածաշրջանում երկու ազգ կարող է ունենալ, այդ ժամանակ բոլորի մեջ կսկսի գործել երկրորդ զգացական հատկությունը հայրենասիրությունը։ Բայց այդտեղ մի սահման կա, ինչպես անել, որ այդ հայրենասիրություն բառը պաթետիկ չհնչի, որտեվ շատերը կան, երբ որ հայրենասիրություն, այսպես պաթետիզմը շատ է լինում եւ մարդկանց այդ բառը շատ դեպքերում որքան էլ որ ինքը դրական իմաստ ունի, որքան էլ որ պետք է այդպես ձևավորվել, բայց ամեն դեպքում, երբ որ պաթետիզմ է նկատվում, դա վանում է մի տեսակ։ Պաթետիզմը նկատվել է այն ժամանակ, երբ որ հայրենասիրության մասին խոսող մարդիկ քայլերով ուրիշ բան են արել։ Եվ նրանք արժեզրկել են գաղափարը։ Բայց դա չի նշանակում, որ գաղափարն է սին։ Դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր սեփականաշնորհել են այդ գաղափարը, սխալ մարդիկ են եղել հասարակությանը ներկայացնողները, հայրենասիրական գաղափարները։ Մեր հասարակության մեջ հիասթափությունը որոշ առումներով ազգային ընդհանուր մեր գաղափարախոսությունից առաջացել է այն ժամանակ, երբ նրանք հիասթափվել են այդ գաղափարախոսությունը առաջ բերողների մեջ։ Բայց ճանաչելով մեր մշակույթը, մեր պատմությունը, ես վստահեցնում եմ, մենք ուղղակի գեղեցիկ, հրաշալի պատմություն ունենք, որի կրողն ենք մենք։ Դուք տնտեսական ոլորտում եք ծավալել ձեր գործունեությունը եւ բացառապես աշխատել եք ձեր հորեղբոր Սամվել Կարապետյանի հիմնած կառույցներում, Տաշիր ընկերությունների խորհրդի անդամ եք։ Եվ հիմա այսպես հարց է առաջանում, եթե չլինեիք Սամվել Կարապետյանի եղբոր որդին, կկարողանայիք հասնել այս ամեն ինչին։ Կարծում եմ ոչ։ Կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը մեծ փոփոխություն է բերել ոչ միայն իմ կյանքում, այլ մեր ամբողջ սերունդի կյանքում, Տաշիրի տարածաշրջանում, համենայն դեպս կամ Լոռվա հյուսիսում ընդհանրապես։ Այն ժամանակ, երբ որ Հայաստանի ամենաաղքատ շրջանը պետք է լիներ, նա կարողացել է լուծում գտնել մարդկանց մեջ բարեկեցություն բերելու եւ բարեկեցություն հայրենիքից դուրս, բայց հայրենիքը չմոռանալով եւ հայրենիքում մշտապես ներկա լինելով, որովհետեւ դուք հասկանաք իր ներկայությունն է մեր կյանքում, քանի որ ես մեծանում էի Տաշիր քաղաքում, ամեն տարի մի քանի անգամ նա ոչ միայն իմ կյանքում, իմ հասակակիցների կյանքում, այլ ընդհանրապես մեր շրջանի, Լոռվա հյուսիսի բոլոր մարդկանց կյանքում նա մեծ ներկայություն ուներ, թե իր ծրագրերով սոցիալական, այն ժամանակ բերում էր Հայաստան բարեգործական նպատակներով, գիտեք, համարյա կարելի ասել սովի տարիներ էին, սովի եթե չասենք, մեծ կարիքի տարիներ էին, եւ նա մեծ ազդեցություն է, չեմ ուզում պատմեմ ինչեր է արել, բայց մեծ ազդեցություն էր գործում, նաեւ իր ներկայությունը որպես գաղափար, որ դու կարող ես լինել հաջողակ աշխարհի յուրաքանչյուր ծայրում, բայց դու պետք է հիշես, որ քո արմատները որտեղ են եւ ինչի համար ես այս ամենը անում։ Ինպես հարյուրավոր մարդիկ փոխել են իրենց կյանքերը եւ այսօր շատ բարեկեցիկ են ապրում։ Նրա տարբերությունը շատ գործիչներից նրանում է, որ նա հնարավորություն է տալիս բոլորին իր շրջապատում ցույց տալ իրենց ուժեղ կողմերը։ Հնարավորություն է տալիս այդ մարդկանց գտնել բարեկեցություն, գտնել մասնագիտական հաջողություն եւ որևէ ձև քեզ չի զսպում, քեզ բացում է որպես մասնագետ, որպես մարդ ու
դա հպարտություն է, որ մեր տարածաշրջանում կան տասնյակ մարդիկ, ում ընկերությունները միլիոններ են արդեն գնահատվում, ու այդ ընկերությունները ստեղծվել են Սամվել Կարապետյանի աջակցությամբ, բայց այս մարդիկ տաշի խմբի մեջ չեն, ուղղակի մեր ընկերներն են։ Սա ցույց է տալիս, որ նա ոչ միայն մի ուղղությամբ է տեսնում զարգացումը, այսինքն ընկերությունների խմբի, այլ ընդհանուր համայնքի բարեկեցության, հարստության աճի։ Ու դա մենք տեղափոխելու ենք ամբողջ Հայաստանի մոդելում, որ հարյուրավոր գործարարներ, հազարավոր գործարարներ լինեն բարեկեցիկ, լինեն հարուստ, որով մենք կարողանանք աղքատությունից նաև հանել նրանց գործերով, նրանց ներդրումներով մեր հասարակության այն հատվածին, ովքեր չունեն աշխատանք։ Սրան դեռ կանդրադառնանք, այդ անդրադառնալու հնարավորությունը կունենանք, այստեղ մեկ ուրիշ հարց է առաջանում։ Հիմա այս ամեն ինչը հեշտ է տրվել ձեզ։ Որն է եղել ձեզ համար այն դժվարությունը, թե ամեն ինչ այսպես հարթ ձեզ համար հարթել են, դուք եկել եւ զբաղվել եք այդ ամեն ինչով, թե ինքներդ էլ այդ ամեն ինչի մեջ դժվարություն տեսել եք, որովհետեւ երբ որ հիմա ներկայացնում եք այդպես, ես վստահ եմ, որ մեզ դիտող հեռուստադիտողները կասեն, դե ինչ դժվարություն եք տեսել, որ ֆինանսապես ապահովված ընտանիքից լինելու երկու ընտրություն ունի երիտասարդը։ Վայելել, բայց երկարաժամկետ կորցնել շատ մեծ բաներ կամ ավելացնել եւ ձեռք բերել մասնագիտական եւ նաեւ կենսափորձ։ Իմ կարծիքով այն ճանապարհը, որ մենք գնում ենք, մենք դեռ նոր ենք սկսել այդ ճանապարհը։ Մենք չենք հասել այն կետին, որտեղ պետք է կանգնել։ Քանի կան մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն մեր շրջապատում, քանի կան մարդիկ, ովքեր կարիք ունեն, նաև քանի կան տարածաշրջանում ազգեր, որոնք մեզանից ավելի հարուստ են, ինչը ինձ մրցակցային ահավոր մեծ էներգիա է տալիս։ Երբ ես հիշում եմ, որ տարածաշրջանի մյուս ազգերը հարստանում են, մենք չէ, մենք մշտապես կաճենք։ Սամվել Կարապետյանի տարբերությունը նրանում է, որ նա չի կանգնում այն ժամանակ, երբ տեսնում է, որ դրա կարիքը չունի։ Նա տեսնում է ավելի շատ գաղափարական աճի պոտենցիալ, որովհետև մեր ազգը լինելով այս տարածաշրջանի պատմականորեն ամենահարուստ ազգերից մեկը, հիմա ոչ ամենահարուստ ազգն է, կարելի ասել ամենաաղքատ ազգերից մեկն է։ Մենք պետք է մրցակցենք տարածաշրջանի երկրների հետ եւ նաեւ ազգությունների հետ բարեկեցությունով։ Ու այդ ճանապարհի մեջ այն հաջողությունը, որ Տաշիր խումբը հասել է, որը համարվում է այս ամբողջ եվրասիական գոտում բավական մեծ է համարվում, նշանակալի է համարվում, աշխարհի 1000 մեծ ընկերություններից մեկն է, ես կարծում եմ, որ մենք նոր ենք սկսել։ Մեր հաջողությունները, ընդհանուր հայկական բիզնեսի հաջողությունները դեռ ոսկեշրջանը նոր է գալիս եւ դուք կտեսնեք ինչ մեծ հնարավորություն ենք մենք տալու թե հայկական բիզնեսին, թե ինչ մեծ պոտենցիալ է ունենալու Հայաստանը տնտեսապես։ Գալով քաղաքականությանը։ Այո։ Դուք երբևէ ձեզ թեկուզ մտովի պատկերացրել եք քաղաքական դաշտում, որովհետև նույն ինքը Սամվել Կարապետյանը միշտ բացառել է, որ ինքը մի օր կհայտնվի քաղաքական դաշտում, որովհետև միշտ ինքը իրեն հարցազրույցներից ըստ էության այդ տպավորությունն է, որ միշտ տնտեսական գործարար դաշտում է պատկերացրել։ Հիմա դուք այդ ամեն ինչից զատ մտովի երբևէ մտածել եք, որ գուցե մի օր ստացվի այնպես, որ քաղաքական հայտ ներկայացնեք։ Կարծում եմ, որ հաջողակ տնտեսական գործի համար բավական բարդ է քաղաքականությունով զբաղվել, որովհետև քաղաքականության մեջ դու մարդկանց ուզում ես 10 ամենալավ բանը, ամենալավ կենսափորձը, քո լավագույն առաջարկները, բայց ի տարբերություն տնտեսության, որտեղ դու ստանում ես շնորհակալություն, որտեղ դու մարդկանց կողմից դրական էմոցիա ես ստանում, մարդիկ շնորհակալ են նրա համար, ինչ դու անում ես, որովհետև նրանց համար էլ ես անում, ոչ միայն քո քաղաքականության մեջ մի քիչ այլ է։ Անշնորհակալ գործ է։ Քաղաքականությունը քանի մենք գործիչ ունենք, ում մեր հասարակությունը հարգում է քաղաքականության մեջ։ Մեր հասարակությունը պետք է մի հատ մենք կողքից նայենք։ Արդյոք մենք գործիչներ կան, ովքեր Հայաստանի պատմության մեջ մեծ դեր են ունեցել։ Մենք հարգում ենք նրանց։ Վերջերս մահացավ Զորի Բալայանը։ Իր ազդեցությունը, մարդիկ կարող է չգիտեն, իր ազդեցությունը հայ ազգի զարթոնքի մեջ նշանակալի է, բայց մենք հիշում ենք իրան, չնայած նա քաղաքական process-ների մասնակից չէ, նաև քաղաքական գործիչներից քանիսին է հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին դրականով հիշում։ Հիմա սա ձեզ մտավախության տեղիք է տալիս, թե պետք է դուք։ Սա մտավախություններ ու սա մեզ հետ էր պահում քաղաքական process-ն, որովհետև
տալով ամենալավ բաները, այսօր էլ մենք տնտեսական մեր գործերը թողել ենք կողք։ Մենք ռիսկի մեջ էր մինչև այս վերջի ժամանակները մեր ակտիվները բոլորը կալանավորվում էին, մարդիկ կալանքի տակ, ամենաբարդ կալանքի գոտիներում, ԱԾ մեկուսարան եւ այլն եւ այլն։ Դու դա անում ես քո որ վերջնական ազդեցություն ունենաս մարդկանց կյանքի վրա։ Մարդիկ տասնամյակներ ապրում են նույն ձև, նույն տներում, որը սարքել են, մեր բնակչության 90%-ը ապրում են նույն տներում, որը 30 տարի առաջ կար։ 40 տարի առաջ կար։ Այդ փոփոխությունը բերողն ես դու, որի համար դու վճարում ես ֆինանսապես, վճարում ես նեղություններով, բանտային պայմաններում, քաղաքացիական կյանքում, բայց հասարակությունից մեծ մասից ստանում ես աջակցություն, բայց ինչ որ մաս հասարակության կարող է լինել փոքր մաս, բայց առանց հիմնավորման կարող է քո հանդեպ ունենալ կուսակցական առումով, քաղաքական առումով ինչ որ բացասական կարծիք, որը իսկ այ հետաքրքիր է ներողություն ձեր կինը, ձեր մայրը ինչպես արձագանքեցին ձեր այդ որոշմանը։ Եղան պահեր, որ փորձեցին հետ պահել կամ արդեն որոշված էր, որովհետև այդ հորդորը կար Սամվել Կարապետյանի կողմից։ Ընտանիքը ընդհանրապես լինելով տրադիցիոն ընտանիք չի քննարկվում այն որոշումները, որը ընտանիքը կայացնում է, եւ մենք չենք քննարկում այդ որոշումները, բայց որ ասեմ, որ բոլորը գոհ չեն, շատ արդար կլինի, որովհետեւ այն կյանքը, երբ դու ունես, երբ դու տնտեսական գործիչ ես, երբ դու ազատ մարդ ես, լրիվ ուրիշ է, երբ դու ես քո կյանքի տերը, հասարակական կյանքը լրիվ ուրիշ է։ Բացի դրանից այն պատասխանատվությունը, տեսեք օրինակ, մի օրինակ բերեմ։ Մեր համակիրների շատերին կալանավորում են առանց հիմքի։ Օրինակ պարոն Ավանեսյանին, Կանդազին կալանավորել են առանց հիմքի, ուղղակի մարդը առաջարկել էր հող, ասել էր հող ենք ունենալու, մեր երկրում գործ ենք ունենալու ու տուն ենք ունենալու, կալանավորել են։ Տեսեք, դու պատասխանատվություն ես զգում այդ մարդու համար։ Դու պատասխանատվություն ես զգում բոլոր քո հայրենակիցների համար, ում աշխատանքից ազատում են իրենց հայացքների համար։ Քաղաքական process-ների մասնակից է, եթե սրտանց է վերաբերվում process-ներին, ստրեսի մեջ է միշտ, որովհետև ցանկանում է, որ ամեն դեպքում չի ցանկանում այն նեղությունները իր հայրենակիցները ունենան, որը ունենում են, բայց նա չէ մեղավորը դրան, բայց նա իրեն մեղավոր է զգում։ Տնտեսության մեջ, գործարարության մեջ այդպիսի բան չկա, բայց կարևորը մի շատ խելացի մարդ փորձառու մարդ ինձ ասեց, որ այն ազդեցությունը, որ դու կարող ես ունենալ մարդկանց կյանքի վրա, դա պետք է լինի քո մոտիվացիան։ Այստեղ ուրիշ մոտիվացիա քաղաքականության մեջ մեր պես մարդկանց համար չկա։ Միակ մոտիվացիա մարդկանց կյանքը փոխելն է։ Նարեկ, դուք Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եք։ Այ հետաքրքիր է, դուք թիմում ձեր դերը որն է թիմում, ավելի շատ կազմակերպիչ, թե քաղաքական գաղափարներ գեներացնող նաև։ Եվ որն է ձեզ ավելի հոգեհարազատ այս դեպքում։ Կարծում եմ գաղափարական առումով մենք թիմի ձևավորումը հիմնականում միջավայրն է։ Միջավայրում ունենաս կարևոր բալանս պրագմատիկ առաջարկների, լավ միջավայրի եւ բարդ որոշումների միջև։ Մի քիչ բարդ հնչեց խոսքս, բայց կարողանաս լավ միջավայր ապահովես թիմի մեջ։ Կարողանաս հավաքես շուրջդ մարդիկ, ովքեր պատրաստ են կրել զրկանքներ հանուն գաղափարների, իրենց համար գաղափարի, որովհետեւ եթե նա գաղափարի համար դա չի անում, վաղ թե ուշ ճնշման տակ Հայաստանում ընդդիմությունը այսօր այնպես է, որ ճնշման տակ նա չի կարողանալու։ Այսինքն եւ կազմակերպել եւ քաղաքական գաղափարներ ձևավորել։ Քաղաքական գաղափարներ, այո, կարծում եմ նաեւ շատ կարեւոր է այն գաղափարները, որ մենք փորձով ունեինք, մեր ամբողջ թիմը, Տաշիր ընկերությունների խմբում 40000 մարդ է աշխատում։ Հարյուրավոր բարձր մակարդակի կառավարիչներ կան, ովքեր ունեն ամեն մեկը իր ոլորտի մասին արդեն պատկերացումները։ Այդ պատկերացումները, տնտեսական այդ փոփոխությունների քարոզումը թիմի մեջ, որից հետո թիմն էլ արդեն մեր հասարակության մեջ։ Իսկ եղել է այս ընթացքում պահ, որ ամեն դեպքում թեկուս այսպես էլի մտածեք, որ սա ձեր ճանապարհը չէ։ Այսպես ասեմ, երբ ես տեսնում եմ, թե ովքեր են կառավարում մեր երկիրը,
այսպիսի մի բան պատմեմ։ Պատկերացրեք ձեր հայրական տունն է եւ ուրիշ մարդ եկել է բնակվել է ձեր հայրական տանը եւ քանդում է պատերը, ուրիշ ձև է ներկում, տանը միջավայրը վատ է, բայց ընտանիքի անդամներն էլ են այդտեղ ապրում։ Կռիվ է ամբողջ օրը, հարևանների հետ կոնֆլիկտներ են։ Ինչ ճանապարհ կընտրես դու։ Հայրական տունդ մոռանաս, դու չես կարող խուսափել քո հայրական տնից։ Նույնն էլ մեր երկրից, մենք մեր երկրի խնդիրներից չենք կարող խուսափել։ Մենք չենք կարող գնալ այն ճանապարհով, որ չտեսնել են խնդիրները, ձեն չանել, որովհետև դա մեր հայրական տունն է։ Եվ տան այս խնդիրներին չենք կարող չպատասխանենք։ Դրա համար փոշմանես, չփոշմանես, ուզես, չուզես, երրորդականա պետք է ուզես մեծ փոփոխություն։ Եվ տեսնելով, որ բոլոր քո հայրենակիցներն էլ են դա ուզում, որ մենակ չես, որ բոլոր տեղերը, որ այցելում ենք, այդ աջակցությունը զգում ենք, մենք հասկանում ենք, որ ճիշտ ուղու վրա ենք։ Չես կարող տրամադրության անկում ունենալ Հայաստանում այսօր այս մեր շարժման մեջ չենք կարող տրամադրության անկում ունենալ մի պատճառով։ Մասսայական աջակցություն ենք զգում մարդկանց կողմից։ Մարդիկ միայն լավ բան են ասում։ Այսքան ժամանակ հազարավոր մարդկանց անձամբ հանդիպել եմ եւ 99%-ից միայն դրականն եմ ստացել։ Դրանից ավելի լավ գնահատում այս ճանապարհին, ինչ որ մենք վերցրել ենք փոփոխության ճանապարհին, ես չեմ տեսնում։ Նարեկ, մենք հիմա գտնվում ենք Արտաշատում, տեքստիլ արտադրամասում։ Դուք ինչպես կբնութագրեք այն միջավայրը, որտեղ որ հիմա գտնվում ենք, ավելի մանրակրկիտ, թե ինչ է այստեղ արտադրվում։ Այս գործարանը հայկական պոտենցիալի շատ པարզ բացատրությունն է։ Ներդրում է կատարել Տաշիր ընկերությունների խումբը եւ ներդրում է կատարել Սփյուռքահայ Նազարյան ընտանիքը։ Նազարյան ընտանիքը ունի մեծ փորձ աշխարհում տեքստիլի վաճառքով եւ նաեւ արտադրությամբ զբաղվելու։ Եվ մենք համատեղ Հայաստանում հիմնել ենք գործարանը, որպեսզի նաև աշխատատեղեր հիմնվեն եւ հավատալով, որ հայկական տեքստիլը վերջապես մրցունակ է լինելու։ Երբ որ հիմնեցինք գործարանը, մարդիկ կասկածում էին, միշտ մեզ ասում էին, ոնց կարաք դուք մրցակցեք Թուրքիայի հետ, Ուզբեկստանի հետ, որովհետեւ պատմականորեն տասնամյակներ իրենք են եղել տեքստիլի հիմնական արտադրողները։ Պատկերը այսպեսին է՝ Սրբիչի շուկայում մենք կարողացանք հասնել նրան, որ հայկական արտադրանքը շուկայի կեսից ավելին է արդեն։ Որ երկրներն է արտահանվում արտադրանքը հիմնականում։ Արաբական Միացյալ Էմիրություններ են արտանում, Սաուդյան Արաբիա են արտանում, այսինքն ցույց է տալիս նաև, որ մենք կարողանում ենք տեղում մեր պահանջարկը փակել, մենք կարողանում ենք արտահանել ոչ թե մեր դասական գործընկերների, տնտեսական գործընկերների մոտ, այլ նոր շուկաներ գտնել։ Մենք գիտենք, որ Սաուդյան Արաբիան շատ մեծ պահանջարկ ունի ապրանքների, բայց ունի բացասական հարաբերություններ օրինակ Թուրքիայի հետ։ Այդ պատճառով նա չի գնում Թուրքիայից ոչ մի բան։ Եվ հայկական ապրանքը, հայկական տեքստիլը շատ լավ վաճառում ենք այնտեղ։ Լավ վաճառում ենք Արաբական Միացյալ Էմիրություններով։ Եվ շուկան էլ ավելի կուժեղացնենք, մեզ մնում է միայն մի գործոն, որի արդյունքում մենք կկարողանանք ավելի էժան ապրանք ստանանք եւ կկարողանանք ավելի լայն արտահանում ապահովել, որի վրա աշխատելու ենք։ Դա առաջնային հումքի հարցն է, որի վրա պետք է աշխատենք, բայց ինչու է իմ համար սա կարևոր ու բոլորիս համար։ 180 մարդ այս գյուղում, Ոստան գյուղում աշխատում է գործարանում։ Մինչև այս քարուքանդեր, սովետական հին արտադրություններ, քարուքանդեր, մենք հիմնել ենք, ներդրում ենք կատարել Սփյուռքի պոտենցիալով, Հայաստանի ներդրողի պոտենցիալով եւ 180 մարդ աշխատում է ու բազմամիլիարդանոց շրջանառություն ունի դրամներով։ Այ ես դա էի նաև ուզում հարցնել, որքանով նման արտադրամասերի հիմնումը կարևոր են ոչ միայն տնտեսության, այլև համայնքների զարգացման համար։ Օրինակ այստեղ 60%-ը կանայք են աշխատում։ Կանայք խնդիր ունեն զբաղվածության։ Սեզոնային առումով Արտաշատի շրջանը ամառը զբաղվածության խնդիր չունի, քանի որ բերքի հարց կա, բերքը լավն է եւ կարողանում են աշխատել, բայց ձմեռը եւ մյուս սեզոններին զբաղվածության խնդիր ունի։ Այս արտադրամասը լուծում է տարածաշրջանի գյուղերի զբաղվածության հարցը կանանց համար հիմնականում։ Ինչպես նաև կան ծրագրեր լայնացնելու, որ ավելի մեծ տեքստիլ կոնգլոմերատ այստեղ ձևավորվի եւ հնարավորություն ունենանք նաև այլ արտադրանք։ Օրինակ ձեզ ասեմ, մոտավորապես 4-5 միլիոն դոլարի դեռ ներմուծվում է Հայաստան սրբիչ։ Մենք պետք է կարողանանք դա փակենք, պետք է կարողանանք Սինձիպոն է մեծ քանակությամբ ներմուծում, դա փակենք, իսկ դա մեծ աշխատատեղերի տեղ է մեզ համար։ Ու այսպիսի թեմաներ սրբիչի նման հազարավոր են, հայկական ներմուծումը շատ մեծ է եւ մեզ թույլ կտա հարյուրավոր գործարաններ կառուցել Հայաստանում,
որի փորձը մենք ունենք, որը արել ենք եւ ստացվել է։ Այ դուք ձեր նախընտրական խոստումների մեջ նաև տնտեսական ծրագրում ներառել եք 300,000 աշխատատեղի հիմնում, որը շատերի գնահատմամբ անիրատեսական է։ Այն նման արտադրամասերի օրինակով որքանով եք դա իրատեսական համարում։ Շատերը մտածում են ամբողջ 300,000-ը պետք է արտադրության մեջ լինի, արտադրության մեջ լինելու է 80-90,000, բայց դա լինելու է հիմնական լոկոմոտիվը մեր մյուս ոլորտների համար, վերավաճառողների, արտահանողների համար, հնարավորություն է տալու շուկան լոկալ արտադրանքով լցնել, հայկականը մերը ունենալ 80-90,000 աշխատատեղ արտադրությունաբերության մեջ 5 տարում շատ ռեալ թիվ է Հայաստանի այս ներմուծման մակարդակով։ Մենք կարողանանք դա այս ներմուծման մակարդակով 5 տարում ապահովել։ Դրանից հետո ավելի դժվար է, երբ մարդիկ մտածում են 300,000 աշխատատեղի, որից 80-90,000 արտադրությունաբերության մեջ է։ Ես վստահ եմ առաջին 5 տարվա այս արդյունքին, բայց երկրորդ այդ 5 տարուց հետո արդեն տեղական արտադրությունաբերությունը պետք է աշխատի արտահանման վրա։ Մենք պետք է աշխարհի համար արդեն մրցունակ լինենք, ոչ միայն փակենք մեր պահանջարկը, այլ մեր ապրանքը կարողանանք աշխարհին տանք։ Նաև շինարարության ոլորտում մենք 20,000 բնակարան ենք ուզում կառուցել մատչելի բնակարաններ, որ այն ընտանիքների համար, որոնք երրորդ երեխան ունեն, որոնք նոր են ամուսնացել։ Դա կբերի շինարարության ոլորտի շեշտակի աճի։ Այս պայդրությամբ վերջի այս շինարարական բումի ընթացքում ընդամենը 8 տարվա ընթացքում Հայաստանում հանձնվել է 20,000 բնակարան։ Իսկ մենք հավելյալ 20,000 ենք ստեղծելու, բնակարաններ ենք կազմակերպելու, որ գործարարները կառուցեն։ Այսինքն այդ թվերը ամբողջությամբ իրական եք համարում, իրատեսական։ Դա մեր մասնագիտությունն է, Վահագն ջան։ Պատկերացրեք, որ մենք օրինակ գնանք ինչ-որ թերթի խմբագրի, բացատրենք, թե ոնց սխալ ինֆորմացիա տարածի։ Ինքը մեզանից հաստատ շատ լավ գիտի ոնց ինֆորմացիան տարածի, ոնց այդ ինֆորմացիան առաջ տանի։ Մեր դեպքում մեր հիմնական մասնագիտությունը նրանում է, որ մենք հասկանում ենք, թե ինչպես է կարելի արդյունաբերականացնել, ինչպես են ստեղծում աշխատատեղերը։ Ամենաշատ աշխատատեղ ստեղծած կառույցն ենք մեր երկրում։ Նաև փոքր բիզնեսի համար 0% հարկային գաղափարը կա ձեր նախընտրական ծրագրում։ Այ իրական տնտեսության մեջ դրա իրատեսականությունը որքան է, որտեղ դրա հետ կապված էլ ոչ միանշանակ այսպես մոտեցումներ կան, անգամ նաև որոշ տնտեսագետների կողմից։ Իշխանությունը քննադատում է, ասում է ինչու եք փոքր բիզնեսին ուզում 0% հարկեք։ Բայց 2 տարի առաջ իրենք 5%-ից փոքր բիզնեսի հարկը սարքել են 10%։ Այսինքն փոքր բիզնեսի հարկը իրենք իրավունք ունեն կրկնապատկեն, մենք իրավունք չունենք իջեցնենք։ Այն դեպքում, երբ իրենք կրկնապատկել են փոքր բիզնեսի հարկը, բայց եկամուտները չի ավելացել բյուջեի 2 անգամ։ Այլ է 0% ամբողջությամբ այլ։ Այո, հենց 0%-ն է միտքը։ 0% որ հարկայինը որևէ ճնշում, հարկային ճնշման, հարկայինի հետ կապված որևէ խնդիր, որևէ տույժի կարիք խնդրեմ չունենա։ Նա իմանա, որ ինքը ազատ է, ինքը կարա զարգանա, այսպիսի գործարանները, այսպիսի արտադրամասերը կարան տասնյակ լինեն Հայաստանում, հարյուրավոր լինեն Հայաստանում, եթե փոքր արտադրամաս ունեցողին հարկայինը չի նեղացնում, հարկայինը խնդիր չի ստեղծում իր համար։ Մենք պետք է փոքր արտադրություններին, փոքր տնտեսություններին, խանութներին հնարավորություն տանք զարգանան, նոր հարկենք, ոչ թե առաջի օրվանից գնանք կանգնենք, ասենք քո շրջանառության 10%-ը տուր։ Իմացեք, որ անգամ այդ շրջանառության 10%-ը շատ փոքր թիվ է Հայաստանի համար։ Նարեկ, բյուջեի համար։ Նոր մի ծրագիր եք առաջ քաշել եւ ասում եք, որ պիտի հաղթահարեք ծայրահեղ աղքատությունը, իսկ դրա համար պետք է հիմնադրամ ստեղծեք, ամսական 150,000 դրամ պետք է տակ նման ընտանիքներին եւ միանգամից այսպիսի հարց է առաջ գալիս։ Արդյոք դրանով ոչ թե հաղթահարվում է աղքատությունը, այլ խրախուսվում է, որովհետև ներողություն մարդը արդեն սովոր է, որ ինչ որ միտեղից իրեն գումար են տալու, էլ ինչի համար աշխատի։ Իսկ երբ որ խրախուսվի աշխատանքը, արդեն ինքը կիմանա, որ աղքատության ելքը միայն աշխատանքն է։ Տեսեք, աշխարհում կա տերմին, կոչվում է աղքատության թակարդ։ Ինչ է դա իր մեջ ներառում։ Ընտանիքը հայտնվելով, ես խոսում եմ ծայրահեղ աղքատության մասին, հայտնվելով ծայրահեղ աղքատության մեջ, ծայրահեղ աղքատությունը դա այն ընտանիքներն են, որտեղ հացն է խնդիր անգամ։ Հայտնվելով ծայրահեղ աղքատության մեջ չեն կարողանում գումար ծախսեն երեխաների կրթության համար եւ առողջապահության համար։ Եվ երեխաները չստանալով լավ կրթություն, չեն կարողանում դուրս գալ այդ ծայրահեղ աղքատությունից։
աղքատության թակարդից դուրս գալու միակ ճանապարհը այդ մարդկանց ապահովել մի քանի տարի ապահովել բազային եկամուտով, որպեսզի նրանք հնարավորություն ունենան տան հարցերը, իրենց տան ներքին հարդարանքը, առողջապահական հարցերը, երեխաների ուսման հարցերը, մի շարք այլ հարցեր լուծել, որից հետո հնարավորություն կունենան կրթական նույն հնարավորությունը, ինչ որ բարեկեցիկ ապրող ընտանիքի զավակը կարող է ունենալ կրթական առումով, մոտիկ հնարավորություն միջին ապրուստի տեր ընտանիքի պես հնարավորություն ունենան այդ 300,000 աշխատատեղը բավական չէ, որպեսզի այդ աղքատությունը հաղթահարվի։ Դա ընդհանրապես աղքատության հաղթահարման ճիշտ ծրագիրն է, բայց մենք ունենք հասարակության մեջ տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր ամսեկան ապրում են 27,000 դրամից քիչ ծախսով, այսինքն օրը էլեկտրականության, գազի գնով, հացի գումարով օրը 700 դրամից քիչ են ծախսում, 700-800 դրամ են ծախսում։ Պատկերացնեք 800 դրամ ծախսելու դեպքում մաքսիմում, այսպես ասեմ, պատկերացրեք 900 դրամ են օրը ծախսում։ 900 դրամ ծախսելով չի կարողանա մարդ հացի հարց լուծի, կրթության հարց։ Մենք պետք է աջակցենք իրենց դուրս գա այս թակարդից, որից հետո կտեսնեք, որ նրա հաջորդ սերունդը արդեն աղքատությունը հաղթահարած կլինի։ Կրթական առումով, առողջապահական առումով ավելի հեշտ կկարողանա հաղթահարել։ Այն մարդիկ, ովքեր քննադատում են աղքատության վերաբերյալ մեր ծրագիրը 150,000 դրամ աղքատ, ծայրահեղ աղքատ ընտանիքների համար, այդ ծրագիրը, ես առաջարկում եմ փոխվել տեղերով ծայրահեղ աղքատ ընտանիքների կյանքով 10 օր ապրեն եւ նոր ասեն, շատ բարդ է մարդկանց վիճակը, երբ մենք իրազեկման ենք գնում, մարդկանցից մենք տեսնում ենք բաներ, որ անգամ մենք չէինք կարող պատկերացնել, որ մարդիկ կարող են massայական այդ հնարավորությունների մեջ ապրել։ Ու ստեղծելով աղքատության հաղթահարման հիմնադրամ, մեր հիմնական նպատակն է, որ դրա մեջ մասնակցեն գործարարները, մեր գործընկեր գործարարները։ Պատրաստ են նրանք։ Միանշանակ։ Եվ քանի որ մեր ժամանակը անսահմանափակ չէ, դրա համար ես առաջարկում եմ ամփոփենք մեր զրույցը եւ քանի որ մեր հաղորդումը կոչվում է քաղաքական դիմագիծ, ես այսպեսի մի հարց ունեմ. եթե տարիներ անց մարդիկ բնութագրելիս լինեն ձեր քաղաքական դիմագիծը, անձամբ ձեզ, Նարեկ Կարապետյանի, ինչպես կցանկանաք դուք, որ այն հնչի։ Գիտեք, 45 թվականից հետո Գերմանիայում կար մի 47-48 թվականներում կար մի առաջնորդ Ադենաուերը, ով տարիքով մեծ մարդ էր, ով բավականին ձանձրալի գործիչ էր, բավականին ձանձրալի, բայց ով թողել էր Գերմանիայի ապագա բարեկեցության հիմքերը։ Նա շատ ձանձրալի ձևով, բայց հետևողական երկրում բարեկեցություն բերեց, հիմքերը ստեղծեց երկրի տնտեսական զարգացման։ Մեզ համար երազանք է լինել այնպիսի գործիչ, որ հիմք ստեղծենք երկրի ապագա բարեկեցության, աղքատության հաղթահարման եւ հարուստ երկիր ունենալու մեր դարավոր երազանքին։ Թե դա կլինի, մենք դա չենք ուզում, որ կապված լինի մեծ անվան հետ, դա ուզում ենք կապված լինի վերջնական արդյունքի հետ, որ արդյունքը հողի վրա մենք ունենանք փոքր մեր երկրում, չունենանք աղքատ մարդ եւ ամեն հայ աշխարհով հպարտ լինի, որ ինքը Հայաստանի քաղաքացի է։ Մի օրինակ էլ բերեմ, 60 տարի առաջ մարդիկ վախենում էին արտահայտեն, որ իրենք հրեա են, քանի որ իրենք երկիր չունեին կամ ունեին նոր ձևավորված աղքատ երկիր եւ անվտանգ չէին զգում։ Այսօր նրանք անգամ եթե տատիկի տատիկն է հրեա, հայտարարում են, որ իրենք հրեա են։ Ինչի համար, որտեղ ունեն հարուստ երկիր։ Մենք, եթե ուզում ենք մեր հայրենակիցները վերադառնան, մեր շրջապատի մարդիկ, ովքեր լքել են Հայաստանը, վերադառնան, մենք պետք է կառուցենք լուրջ հիմքով տնտեսություն, որից հետո ամեն ինչ կլինի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Այսպիսին էր Նարեկ Կարապետյանի քաղաքական դիմագիծը